Բարոցի հարազատներս չեմ կարող եմ բժշկական տեսահոլովակներ նկարահանեմ, քիչ ժամանակ է ինձ պետք, մի հատ հասկանամ ինչ ֆորմատով գնանք, որ արդյունավետ լինի, այսօր ուզում եմ ուղղակի մի ծիծաղալու դեպք պատմեմ ձեզ, ինձ վերջի պատմություններից իմ կյանքի տեղի ունեցած հիշեցնեմ, որ մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Մի փաստաթուղթ կա, որ պիտի տանեմ գլխավոր բժշկի տեղակալը ստորագրի, արդեն 2 շաբաթ է գնում եմ, տեղում չի լինում։ Սա չի ծիծաղալու դեպքը, սա ուղղակի պատմեմ հետագան։ Ու գոլեգաներից մեկին հարցրեցի, ասեցի կարաք գլխավոր բժշկի տեղակալի հեռախոսահամարը տակ, որ տեսնեմ երբ է տեղում է, ժամանակ գամ, կողքի շենքն է, ոնց չի վազում գնեմ գամ։ Ասեցին դու զանգես իրը։ Առաջի բանը որ այդպես բանից քիչ են ասում որ դու առաջի բանը որ մտքովս անցավ ես երևի մանե կողքին եմ շատ մանե կող ուղղակի հիշողությունս ինձ վատ է որ մոռացել եմ դրա մասին բայց մարդիկ հիշում են բայց հետո որ երկար ժամանակ աշխատում ես արդեն Հայաստանում հասկանում ես որ ուղղակի այդ վերևները գնալը դա բան է Անգլիայի թակու աուդիենցիան է, դու պիտի քեզ չշփոթես հանկարծ, դա ուրիշ խավ է, դու ուրիշ խավ ես, ինչ այդպես չպիտի լինի ոչ մի դեպքում, ես միշտ ուզել եմ զանգել եմ, ուզել եմ SMS եմ գրել, ոչ թե որ ես հոգեկան հիվանդ եմ, այ կարգը տենց է, որովհետև եթե դու կապ չունենա վերևի խավը, ներքևի աշխատողների հետ, վերևի խավը ինչի համար է դեմ ստաց, որ բարելավի ես ներքևի խավի աշխատանքը, որ կապ չկա իրար հետ, ոնց պիտի բարելավին։ Մի խոսքով, բայց մեր բժշկությունից ինչքան խոսած, այդքան կխոսացվի, դրա մասին չեք ուզում ասում, ուղղակի Անգլիայի թակու մասին ամեն հիշելուց մի հատ ուրիշ բան եմ ասում, պատմեմ ձեզ։ Ուրը պատմեմ ձեզ զատիկը ես, վերջի զատիկս իմ աշխարհի ինչքան զատիկներ ենք անցկացրել, միշտ բարեկամներով հավաքվել, բան, սրանից ուրախ զատիկ ես տարվա ուրախ երջանիկ զգացումներով զատիկ չեմ ունեցել իմ կյանքի մեջ։ Ու հետաքրքիր մարդիկ էին հավաքված, ռուս ընկերներս դա արդեն պատմել եմ, որ ռուս ընկերներս Հայաստանում էին մի 20 օրով ու ուզեցի իրենց ցույց տամ մեր հայրս ոնց են զատիկանում ու նկարագրեմ իրենց մի փոքր իմ առաջին ընկերուհին է Մոսկվայում 20 տարուց ավել ընկերություն ենք անում պատմել եմ արդեն ամուսնացել է Գերման Գրեֆի տեղակալի հետ իմ այլ Գերման Գրեֆի տեղակալը չի ամուսինը ուրիշ տեղ աշխատում մի խոսքով երեխաները Լոնդոնում սովորում են եկել են իրանք մյուս կողմը արցախցիներս են արցախցիներս նոր ծանոթներս են բայց ինձ քանի որ շատ մեծ թուլություն ունեմ արցախցիների նկատմամբ շոշաբինեցիների նկատմամբ չգիտեմ դա որտեղից է գալիս երևի Շահումյանի սերը կարոտը ինչ կամ լրիվ թափում եմ իրանց վրա ու իրանք են շուտ ենք արդեն պայմանավորվել որ միասին պիտի զատիկը մեր տանը պիտի անցկացնենք ու բոլորը հավաքվել են շատ ջերմ մթնոլորտ մի խոսքով զատիկ չեմ ունեցել ոչ մի անգամ կյանքից մեջ դե բարձա Լոնդոնի մասին զրույցներ գնում են մեկու մեջ մեկ էլ եկավ Անգլիայի թակու մասին մեկը պատմա որ մահացավ Ուրը մեր ես արցախցիներից չնկարագրեցի, արցախցիներից ամենակարևոր դա է, որ պիտի նկարագրեմ, որ երկու պատերազմի մասնակից, դե ինձ համար որ ասեն երկու պատերազմի մասնակից, այդ չգիտեմ ինչ է, որ ամեն, եթե չամաչեմ, ամեն տեսնելուց կծնկի գամ երկրպագեմ, այդենց են, մի խոսքով ուզում եմ ասեմ, այդպիսի մարդիկ են հավաքված, ու Անգլիայի թակուին, որ մահացավ, Այս արցախցիներից երկու կողմից Կարոլևը умерла Չգիտեմ ես էլ որ ասեմ դրանից հետո 3 օր եմ ընդամենը ծիծաղացել երևի սուտելնի որ միջին Անգլիայի թագու մահվան ասպացոքին լուսավորի որ նսեմ ասեն Անգլիայի թագուին երբ որ մահացել է այսպես հիստերիկայի մեջ եմ ընկնելու ռուսներից բացատրեցի բլոկադա չեն իմացել մարդիկ Հիմա այս տեսահոլովակ որ պատմում եմ ուսում դες ծիծաղալու բայց արցախցիներից թողոլես են Նեղանյան իմ ծանոթներս բայց միակ հույսս այնա որ հələ ինտերնետից չեն օգտվում որ ես լսեն բայց դες սպասում եմ պիտի գան լազանիա սարքել մեր տանը մի խոսքով sense լավոր բոլորիդ մեծ հույսերով կհանդիպենք նորից